Սոցցանցերում շատ են հայտնվում գովազդներ, ընդդիմադիր ներկայացուցիչների նկարներն է, գրված է պատերազմ եւ Նիկոլ Փաշինյանի նկարն է, գրված է խաղաղություն, արդյոք սա մանիպուլյացիա չի քաղաքացիների հանդեպ։ Իհարկե, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դա մի կուսակցություն է իր առաջնորդով, որը որ բերել է պատերազմ, արհավիրքներ, ողբերգություն եւ այդ ողբերգությունն ու արհավիրքները շարունակական բնույթ են կրում, այսինքն սա ոչ թե իմ ասելով է կամ իմ քաղաքական գնահատականն է, դա իրողություն է, որը որ ցանկացած ռացիոնալ դատող մարդ այդ իրողության հետ պիտի հաշվի նստի եւ 18 թվականից ընտրվելուց հետո եւ 20 թվականից 21 թվականից այս մարդը արհավիրքներից բացի որևէ մի բան չի բերել եւ իր իշխանության օրոք գիտեք քանի պատերազմ ա եղել իր իշխանության օրոք գիտեք բանակցային գործընթացը ինչ ուղղության վրա գնացել եւ ասել որ այս մարդիկ գնում են խաղաղության մեր մասնաց միամտություն է իրենք խաղաղության հետ ընդհանրապես կապ չունեն սա անառարկելի փաստ է եւ խնդիրը կայանում է նրանում որ իրենց վերարտադրվելուց հետո էլի չի լինելու խաղաղություն էլի Հայաստանը զիջումներ է կատարելու էլի լրջագույն խնդիրների առջև են կանգնել եթե այն ժամանակ փակում էր Արցախի էջը հիմա արդեն վտանգված է որ կփակվի Հայաստանի էջը եւ դրա ամբողջ պատասխանատվությունը այս իշխանության վրա է եւ հիմա խոսել մի իշխանություն ախր ամոթն լավ բան է իրենք ամաչին ընդհանրապես խաղաղություն բառը օգտագործելուց խաղաղության բառը իրենց շուրթերից օգտագործելը դա պատեհապաշտություն է դա աներեսություն է դա լկտիություն է որովհետև գիտենք իրենց իշխանության տարիներին ինչ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ տեսնում ենք ինչ է կատարվում հիմա ադրբեջանցիները հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում կորսված է Արցախը Հայաստանի տարածքներից զիջումներ է կատարվել Ադրբեջանին ինչ խաղաղության մասին է խոսքը